երրորդ տարին է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ու Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության աջակցությամբ մարզում անցկացվում է թատերական երկամսյակ մշակութային միջոցառումը։ Այն մարզի թատերասերներին հնարավորություն է տալիս դիտելու մայրաքաղաքային ու մարզային թատրոնների ներկայացումները տեղում։ Մեծ աշխուժություն է տիրում այդ ժամանակահատվածում մարզում, մասնակցում են տարբեր բնակավայրերից եւ տարբեր բնակավարներից եւ փոքրեր եւ մեծեր։ 2 տարի շարունակ մասնակցել են մոտ 3000 հանդիսատես է մասնակցել, բայց այս տարի հույս ունենք, որ ավելի շատ կմասնակցեն։ Տեղական թատերական կազմը ոչ պակաս գեղեցիկ ներկայացումներ է մատուցում մեր հանդիսատեսին, սակայն սա ավելի բազմազանություն է մտցնում քաղաքի մշակութային կյանքում եւ շատ հաճելի է ոչ միայն մայրաքաղաքային թատրոնի ներկայացուցչությունը մեր տարածաշրջանում, այլև տարբեր այլ տարածաշրջանների թատերական խմբերի ներկայությունը։ Տարօրինակ է։ Նրա պայուսակում միայն մի քանի 100 եղել եւ մեծ բանկային քար։ Մարիո երբեք էլ դրանից հավատուն չի բերել։ Թատերական երկամսյակի շրջանակում եւ արդեն երկրորդ անգամ Գավառի պետական դրամատիկական թատրոնի բեմում սունդուկյանցիներն են ներկայացնում են իտալական կատակերգություն Գողերի որջը բեմադրված իտալացի թատերագիր Ալդո Նիկոլայիի գլխավոր փորձ պիեսի հիման վրա։ Օրը ցերեկով քաղաքի կենտրոնում անցորդների աչքի առաջ մարդ են առևանգել։ Հանդիսատեսը տեսնում է նաև այլ թատրոնի դերասաններին, ինչպես նաև ռեժիսորների մտածողությանը, որովհետև շատ տարբեր են լինում ներկայացումները ու շատ կարևոր է այս այցերը մարզեր։ Ես օրինակ շատ կուզեմ նույնիսկ մարզերով համագործակցեն իրար հետ, մարզից մարզ, այսպես գնալ գալ լինի։ Թեկուզ կլինի մշակույթի տուն, կլինի դպրոցի բեմ, թե կլինի մեծ բեմ, անպայման սիրով կուզենամ խաղանք եւ բոլորը ներկա լինեն մարզերում ապրող ժողովուրդը։ Անցած տարի Կոկարաչյան ներկայացումով եկանք, ես էլի խաղում եմ, այս տարի այդ Գողերի որջով եւ շատ տպավորված եմ, ինձ բեմը շատ դուր է եկել, շատ լավ ակուստիկա ունի, ինձ ոնց որ տանը զգամ։ Զվարճալի եւ անսպասելի շրջադարձով կատակերգությունն ու դերասաններին Գավառցի հանդիսատեսը ջերմությամբ է ընդունում, անհամբեր սպասելով թատերական երկամսյակի հաջորդ ներկայացումներին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գեղարքունիքի մարզային գրադարանը մանկապատանեկան գրքի ու երգի շաբաթն անցկացնում է փոքրիկ ընթերցողների հետ։ Կրտսեր դպրոցականներն ակտիվորեն ներգրավված են գրքի եւ ընթերցանության անհրաժեշտությունը շեշտադրող միջոցառումներում ոչ միայն որպես հանդիսատես, այլ նաեւ մասնակից։ Աղջիկ ունեմ նազնազենի, ամոք ճորը գործ կանի։ Ընթերցում են, երգեր են լսում, ձևավորելով գրական ու երաժշտական ճաշակ։ Արժի համակարգը մարդու մոտ ձևավորվում է հենց այդ տարիքից եւ ճիշտ արժի համակարգ ձևավորելու համար շատ կարեւոր է դաստիարակությունը եւ կրթությունը եւ կարծում եմ որ առանց գրքի ու ընթերցանության ճիշտ դաստիարակության ու կրթության մասին խոսել անիմաստ կլինի։ Կարծում եմ շաբաթվա ընթացքում գրադարան այցելած եւ միջոցառումներին մասնակցած աշակերտները կարեւորեցին շաբաթվա խորհուրդը եւ իմաստը։ Միջոցառումներին մասնակցող տարբեր դպրոցների աշակերտներից շատերը մարզային գրադարանի մշտական ընթերցողներն են։ Այս անգամ միասին են ընթերցում եւ քննարկում կարդացածը։ Մանկապատանեկան գրքի շաբաթը բացել են աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենին նվիրված հեքիաթային գույներ մանուկների աչքերով խորագիրը կրող միջոցառմամբ։ Այնուհետև անդրադարձ են կատարել Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մասին պատմող գրքերին։ Ընթերցեցինք իմ ընկեր Ալենի ընկերություն հեքիաթը, շատ հետաքրքիր էր։ Ես այդ հեքիաթը էլի եմ ընթերցել մի քանի անգամ, որովհետև շատ հետաքրքիր հեքիաթներ է գրել իմ ընկեր Ալենը։ Ես նույնպես օգտվում եմ գրադարաններից եւ շատ եմ սիրում ընթերցել։ Տարբեր մուլտֆիլմերից լսեցինք հատվածներ եւ փորձեցինք գուշակել, թե դա կոնկրետ որ մուլտֆիլմից էր։ Բոլոր մուլտֆիլմերը, երգերը ծանոթ էին, գրեթե բոլորը գուշակեցի։ Շատ եմ սիրում գիրք կարդալ եւ շատ եմ օգտվում այս գրադարանից, մանավանդ մանկական բաժնից, շատ եմ սիրում Գանձերի կղզի գիրքը, այնտեղ շատ հետաքրքիր տողեր էին, ինչ շատ դուր եկավ այդ գիրքը։ Մենք այսօր լսեցինք երգեր եւ գուշակեցինք, թե դա որ մի մուլտֆիլմն է։ Նաեւ կարդացինք Իմ Ալենը գիրքը եւ այնտեղ հասկացանք, որ ընկերությունը ամենտեղ կարևոր բան է։
Ոչ միայն մանկապատանեկան գրքի ու երգի շաբաթը, այլ նաև մարզային գրադարանում անցկացվող յուրաքանչյուր միջոցառում հնարավորություն է տարբեր տարիքի ընթերցողների հետ շփվելու, գրադարանն առավել հրապուրիչ դարձնելու եւ կրթամշակութային հաստատությունների հետ կապերն ամրապնդելու, ընդգծում են գրադարանավարները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։